2015 թվականին քաղաքացիների և իրավաբանական անձանց թվով 14 հողակտոր են ձեռք բերել և հողակտոր ձեռք բերելու պահին տեղեկություն չեն ունեցել, որ իրենց գնած հողակտորը գտնվում է մեկ այլ քաղաքացու զավթված գոտում, այսինքն քաղաքացի Ալեքսան Սամսոնյանը տարիներ շարունակ զավթած լինելով այդ հողակտորը կառուցել է շատ մեծ պարիսպ, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը, գյուղնշանակության հողի վրա փաստացիորեն կառուցվել է պարիսպ շատ խոշոր չափսերի և փաստացի համայնքային ղեկավարությունը թույլ է տվել, իր անգործությամբ է թույլ տվել, իր լռելու արդյունքում է թույլ տվել և որպես վարչարարություն անմիջապես պարտականություն ուներ համայնքը, դա կլինի Զովունի համայնքը, թե խոշորացված արդեն իսկ Եղվարդ համայնքը, որը որ որևէ գործողություն չի կատարել, մինչև 2023 թվականը ասում են, որ տեղեկություն չեն ունեցել, ըստ մեր հավաստի տվյալների 2003 թվականից արդեն իսկ Google-ի քարտեզներով երևում է այդ պարիսպը, այսինքն համայնքի ղեկավարը տեղեկություն ունեցել է, որ իր համայնքում գյուղնշանակության հողատարածքի վրա կա պարիսպ, որտեղ այնտեղ գործում է մեր տվյալներով որոշակի արտադրամաս և որոշակի գրանցված և չգրանցված գործունեություն է ծավալվում, այնուամենայնիվ արդեն իսկ 2023 թվականի նոյեմբեր ամսից մենք մշտապես բարձրաձայնել ենք, գրավոր ուղարկել ենք դիմումներ, բազմաթիվ անգամ եղել են հանդիպումներ և կարծես թե եթե սկզբնական շրջանում Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից որոշակի գործողություններ էին իրականացվում, որպեսզի կամ այդ հողատարածքները քաղաքացիներից ձեռք բերի այդ քաղաքացին, զավթած քաղաքացին, կամ պարիսպը քանդվի, որպեսզի քաղաքացիները կարողանան անխոչնդոտ անցնեն, այդ պրոցեսը ձգձգվեց, միտումնավոր ձգձգվեց, այսինքն բոլոր գրավոր պայմանները մենք պահպանել ենք, ներկայացրել ենք օրենքով սահմանված կարգով և միայն 2025 թվականին արդեն տեղեկացրեցին, որ գիտեք ինչ, Քաղշին ծառայությունը որոշակի նորմեր է փոխել կարգավորման և այս պահին պետք է ներկայացվի հատուկ փորձաքննությամբ քանդման պարիսպի քանդման հետ կապված, որը որ ուղղակիորեն անհնար էր իրականացնել փորձաքննություն, քանի որ պատկերացրեք պարիսպը կառուցված է քաղաքացու հողի անմիջապես մեջտեղում, քաղաքացին իր հողի մի կողմից մյուսը չի կարողանում գնա, քանի որ պարիսպը խանգարում է և 2023 թվականին, երբ որ մենք դիմեցինք համայնքին, մեր խնդիրը հետևյալն էր, որ ոստիկանության միջոցով հասարակական կարգը պահպանվի և ինքնական կառույցը, ապօրինի կառույցը այս դեպքում ուղղակի ապամոնտաժվի, քանի որ ըստ սեփականության վկայականի իմ վստահորդները այդ հողատարածքի սեփականատերերն են և կադաստրը գրանցել է նաև, որ այդտեղ կա ինքնական ապօրինի շինություն և քաղաքացին չի ուզում իր հողի վրա լինի, չի ուզում երկու պատճառով, առաջին հերթին հողը ուղղակի կիսում է և չի կարողանում ըստ նպատակային նշանակության օգտագործի և երկրորդ պատճառը չի ուզում օրենք խախտի, այսինքն փաստացի ստացվում է, եթե հողը պատկանում է X քաղաքացուն, պարիսպը նույնպես, ապօրինի շինությունը նույնպես պատկանում է այդ քաղաքացուն։ Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացին միգուցե և ցանկանա օրինազանցություն թույլ տա, բայց վարչական մարմինը պետք է ոչ միայն կանխարգելի, այլ նաև հետագայում վերացնի դրա հետևանքները, որը որ մենք չենք տեսնում, այսինքն շուրջ 2 տարի Զովունի համայնքը, Եղվարդ համայնքը զբաղված են ուղղակի լռելով, որևէ գործողություն չիրականացնելով, համոզելու դաշտում որոշակի գործողություններ բացառապես իրականացնելով, զբաղված են տվյալ քաղաքացու թույլ տված ապօրինությունը ուղղակի կոծկելով, որի մասին այս պահին մենք ուզում ենք շատ մեծ ձայն բարձրացնենք, որովհետև քաղաքացիները ունեն այս պահին արդեն իսկ տասնյակ միլիոնների պատճառված վնասներ, որոնք որ չեն կարողանում ուղղակիորեն իրենց հողատարածքը օգտագործել։ Ստացվում է, որ համայնքը աջակցում է, նպաստում է, որպեսզի Եղվարդ համայնքում, Զովունի համայնքում իրականացվի ապօրինի շինություն, այն դեպքում, որ բազմաթիվ անգամ ես այս օրինակը բերել եմ, եթե այդ նույն համայնքում քաղաքացին իր պատշգամբը ընդամենը 2 քար ավել կամ պակաս իրականացներ վերանորոգում, վստահաբար վարչական տուգանք կլիներ դրա համար, բայց փաստացիորեն տասնյակ, եթե ոչ հարյուրների հասնող խորանարդ մետրերով ծավալի պարիսպը տարիներ շարունակ
գյուղատնտեսական նշանակության հողի վրա համայնքի ղեկավարը չի տեսել։ Այն հետաքրքրում է այդ պատճառները, ինչ խնդիր կա տեսողության հետ կապված, որ չեն տեսել այդ փաստացի նման ծավալների հասնող պարիսպը։ Իսկ դուք ունեք տվյալներ, ում է պատկանում այդ Ապորինի։ Այո, Ալեքսանդր Սամսոնյան։ Միգուցե նա համայնքապետարանում է աշխատում կամ այստեղ գործում է ծանոթ բարեկամ Քավոր Սանիկ։ Համայնքապետարանում աշխատելու հետ կապված որևէ ինֆորմացիա չունեմ, բայց ունենք հիմնավոր կասկած, որ ի սկզբանե համայնքի ղեկավարությունը, ինչպես իրենք էին ասում, մենք տեղյակ չենք նախկինների ժամանակով է եղել, նախկինների ժամանակով միգուցե եղել է, բայց ներկաները պետք է գոնե դա հայտնաբերեին, եթե հաշտ չէին այդ իրավիճակի հետ, փաստացիորեն ոչինչ չի փոխվել։ Այսինքն մեզ ընդհանրապես չի էլ հետաքրքրում ում ժամանակով ա եղել։ Այս պահին կարևորը որ քաղաքացին ունի Ապորինի հողատարածք, իմիջիայլոց Ապորինի ներողություն ոչ թե հողատարածք, այլ շինություն։ Այդ շինությունը նաև համայնքային հողի վրա էր կառուցված եւ մեր բողոքներից հետո համայնքը որոշում կայացրեց, որ իր հողի վրայից պետք է դուրս գա այդ պարիսպը։ Շատ հետաքրքիր, ընդհանրապես շատ բան անել պետք չի, դատալեքս տեղեկատվական համակարգը երբ որ ուսումնասիրում ենք, որոշումը բողոքարկվեց Ալեքսանդր Սամսոնյանի կողմից վարչական դատարան, ինչ էր անում համայնքը։ Հիմա եթե ընդդիմանան եւ ասեն ոչ զրպարտում են, մենք չենք լռել, մենք մեր իրավունքը պաշտպանել ենք, դատալեքսը ամեն ինչ ցույց է տալիս։ Ինչ է անում համայնքը, երբ որ իր կայացրած որոշումը համայնքային հողի վրայից ապամոնտաժելու հետ կապված վիճարկվում է դատարանում։ Ուղղակի չի ներկայացնում համապատասխան վարչարարության նյութերը, դատարան, երբ որ ինքը առաջին հերթին պետք է ինքը հակված լինի, որ այդ խնդիրը լուծվի, ի վերջո որոշումը անվավեր չճանաչվի։ Եվ մոտավորապես 4-5 անգամ դատարանը հետաձգում է վճռի կատարումը, իսկ վարչական դատավարության ժամկետները մենք բոլորը շատ լավ գիտենք ինչ երկար է տևում, մի քանի անգամ հետաձգելուց հետո վարչարարության նյութեր չի տրամադրել համայնքը։ Այսինքն պատասխանող լինելով հանդերձ, իր դեմ ներկայացրած լինելով հանդերձ տվյալ գործը, ուղղակի չի իրականացվում ոչ մի բան, փաստորեն սինխրոն աշխատում են, եթե իրերը իրենց անուններով կոչենք, օրինազանց քաղաքացին եւ համայնքը սինխրոն աշխատում են։ Մի դեպքում մյուս քաղաքացիների հետ կապված որոշում չի կայացվում, այս դեպքում արդեն իսկ տվյալ քաղաքացու հետ կապված որոշումը կայացնում է, քանի որ համայնքային հողի վրա էր, այսինքն այդ որոշումը ընդհանրապես ձևական բնույթ է կրում։ Կկայացնեն որոշում, բայց եթե բողոքարկեք, ոչինչ չենք անի, որպեսզի այդ որոշումը կյանքի չկոչվի, այսինքն քանդման հետ կապված գործողություններ չլինեն։ Հիմա որ փուլում է գործը գտնվում։ Այս պահին մենք ունենք բողոքներ, պետական վերահսկողության ծառայություն ենք նույնպես դիմել, որպեսզի հասկանանք արդյոք Կոտայքի մարզի Եղվարդ համայնքը ուներ իրավասություն 2023 թվականի նոյեմբերից մինչև հիմա, բնականաբար վարչարարության հետ կապված ժամկետների խնդիր ունենք եւ անգործության հետ կապված, նաեւ միևնույն ժամանակ հաղորդում ունենք հանցագործության մասին, քանի որ պետական մարմինների գլխավորությամբ կատարվել է հանցագործություն, որով վնաս է պատճառվել մի շարք քաղաքացիներին։ Դուք ասեցիք մի շարք քաղաքացիներ, բայց նա ձեր խոսքում նշել եք, որ մի քաղաքացու պատկանող տարածքում է։ Ոչ, մի քաղաքացու չի պատկանում, 14 քաղաքացիներ ձեռք են բերել, կոնկրետ տվյալ ոչ թե ցանկապատը պարիսպը, քարե պարիսպ է դա, պարիսպը անցնում է մի քանի քաղաքացիների հողի մեջտեղով, մյուսները ընկնում են պարիսպից այն կողմ, եւ ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ իրավաբանական անձի, կոնկրետ մի կտուրի տակ կուլտուր-կենցաղային սպառողական կոոպերատիվի տարածքն է այդ հողակտորը զբաղեցնում եւ բնականաբար դա կոչված էր նաև փոքր տնակների կառուցմանը, որը որ չի կարողանում իրականացնել արդեն շուրջ 2 տարի։